Մեր իրականության մեջ հղի կնոջ կենսակերպի, առողջության, անգամ հետաքրքրությունների շուրջ խիստ հակասական կարծիքներ են պտտվում։ Այ օրինակ այսօր շատերը սարսափում են տեսնելով հղի կանանց մարզվելիս, լողավազանում լողալիս։ Նման վերաբերմունքը մեծամասամբ գալիս է հենց անտեղյակությունից։ Պետք է տեղեկացված լինել եւ հավատալ մասնագետներին։ Օրինակ Ավետիս հղիների ուսուցման կենտրոնի գինեկոլոգը ոչ միայն չի վախեցնում, այլ հակառակը խոսում է ակտիվ հղիության դրական կողմերի մասին։ Կան բաներ, որոնք վաղուց հաստատվել են ամբողջ աշխարհում եւ շատ երկրներում վերածվել ավանդույթի։ Նույն տրամաբանությամբ աշխարհի տարբեր անկյուններում հղի կանանց քարոզվում է վարել ակտիվ, առողջ եւ ուրախ կյանք, ինչպես նաեւ լինել տեղեկացված։ Ինչու՞, որովհետեւ վաղուց գաղտնիք չէ, որքան առողջ, առույգ եւ ուրախ է ապագա մայրիկն, այնքան բարեհաջող ընթացք կստանա հղիությունն ու ծննդաբերությունը, ինչը միանգամայն դրական ազդեցություն կունենա փոքրիկի վրա։ Վերնշված գործընթացին նպաստելու են գալիս հղի կանանց համար նախատեսված կենտրոնները։ Դուք արդեն գիտեք, որ Հուրախություն հայ մայրիկների Երևանում վերջապես բացվեց այդպիսի մի կենտրոն։ Անունն է Ավետիս։ Մեր նախորդ հաղորդումներում դուք արդեն հասցրել եք հետևել, թե ինչպես են ապագա մայրիկները մարզվում, լսում հոգեբանի դասերը։ Այս ցուցակին այսօր կավելացնենք եւս 2 խիստ հետաքրքրական պարապմունքներ, որ առաջարկվում են Ավետիսում։ Նախ գինեկոլոգի եւ նեոնատոլոգի դասընթացների մասին։ Դասախոսությունների ընթացքում հղիներին ծանոթացնում ենք, թե ինչ է իրենց ներկայացնում հղիությունը, բացատրում ենք հնարավոր բարդությունները եւ դրանց պրոֆիլակտիկան։ Յուրաքանչյուր հղիի համար կազմվում է ինդիվիդուալ սննդակարգ։ Հղին ծանոթանում է ծննդաբերության ընթացքին, նախանշաններին, ծննդաբերական շրջաններին։ Բացի դրանից ծանոթացնում ենք հետծննդյան շրջանի հետ, որը պակաս կարևոր չէ։ Բացատրվում է կրծքով կերակրելու առավելությունները եւ կարևորությունը։ Սովորեցնում ենք, թե ինչպես պետք է լողացնել երեխային, կերակրման տեխնիկան, կենտրոնում կան հատուկ մուլյաժներ, որոնց միջոցով հղիները արդեն տեսական գիտելիքները օգտագործում են մուլյաժների վրա եւ փաստորեն լսված դասախոսությունը լինում է ավելի էֆեկտիվ։ Ավետիս հղիների ուսուցման կենտրոնը եզակի է մեր քաղաքում, նաև շնորհիվ այս լողավազանի, ուր անցկացվում են ակվաաերոբիկայի պարապմունքները։ Կենտրոնում ներկառուցված այս լողավազանը նախատեսված է միայն ապագա մայրիկների համար։ Պակաս կարևոր չէ եւ այն, որ ջրի մաքրությունն այստեղ ապահովվում է բացառապես այնպիսի նյութերով, որոնք միանգամայն անվնաս են հղի կանանց համար։ Հետաքրքիր կլինի պարզել, թե հատկապես ինչ է տալիս ակվաաերոբիկան ապագա մայրիկներին։ Լողավազանում կատարվող վարժությունների շնորհիվ մարզվում են գրեթե բոլոր մկանային խմբերը։ Լողի շնորհիվ լավանում է աղիների պերիստալտիկան, այդ ընթացքում ուժեղանում է էնդորֆինների սինթեզը, որը կօգնի հղին հետագայում ծննդաբերությունը ավելի անցավ անցկացնել։ Լողի ընթացքում մարզվում են կոնքի հատակի մկանները։ Ինչու է դա կարևոր։ Քանի որ հղիության ժամանակ հորմոնալ փոփոխությունների հետևանքով կոնքի հատակի մկանները թուլանում են եւ հղիի մոտ կարող է դիտվել անմիզապահություն։ Մի դրական կողմ եւս ունի լողը, եթե հղիի մոտ կա պտղի ոչ ճիշտ դիրք, միջաձիգ դիրք, հետույքային առաջադրություն, ապա լողի շնորհիվ այդ վարժությունների շնորհիվ պտղը ընդունում է ճիշտ դասավորություն։ Ավետիս հղիների ուսուցման կենտրոնի առաջին այցելուները հատկապես մեծ խանդավառությամբ են խոսում մարմնամարզության եւ շնչառական վարժությունների մասին, որոնք կիրառում են հմուտ մարզչի հսկողությամբ։ Գինեկոլոգն ասելիք ունի նաեւ այս պարապմունքների վերաբերյալ։ Ավետիս հղիների ուսուցման կենտրոնում իրականացվող պարապմունքների շնորհիվ հղի կանանց հաջողվում է խուսափել այնպիսի բարդություններ, ինչպիսիք են ավելորդ քաշը, ողնաշարային ցավերը, երակների վարիկոզ լայնացումը, ոտքերի այտուցը։ Կանխարգելվում է հղիության բծերի առաջացումը, որը որ շատ արդիական խնդիր է երիտասարդ մայրիկների համար։ Հատուկ դիրքերի շնորհիվ լավանում է արգանտ ընկերքային արյան շրջանառությունը, ամրանում է ողնաշարը, որը եւ ապահովում է հղի կնոջ նորմալ կեցվածքը։
Այստեղ սովորեցնում են ճիշտ շնչառություն, որի շնորհիվ հղի արդեն պատրաստ է լինում ծննդաբերության ընթացքին։ Հատուկ շնչառության շնորհիվ լավանում է գազափոխանակությունը օրգանիզմում, լավանում է, բարելավում է արյան շրջանառությունը, օրգանները ավելի լավ են աշխատում եւ պտղի օրգանները դրա հետևանքով ավելի ճիշտ են ձևավորվում։ Դրա մեջ շատ կարևոր է գլխուղեղի ձևավորումը։ Դրա շնորհիվ երեխայի ծնվելուց հետո երեխան ունենում է նորմալ մտավոր ունակություններ եւ էմոցիոնալ վիճակ։ Բացի բարձր որակավորում ունեցող մասնագետներից, Ավետիս հղիների ուսուցման կենտրոնում հոգացել են նաև ապագա մայրիկների հարմարավետության մասին։ Ընդարձակ լոգախցիկներն ու հարմարավետ հանդերձասրահներն ավելի հաճելի են դարձնում Ավետիսում անցկացրած րոպեները։ Դուք սպասում եք ձեր կյանքի ամենամեծ Ավետիսին, ուրեմն բարի գալուստ Ավետիս հղիների ուսուցման կենտրոն, ուր սպասումի դժվարին ամիսները վերածվում են օգտակար հաճույքի։ Իդեպ, չմոռանամ հայտնել, որ Ավետիս հղիների ուսուցման կենտրոնում առաջին դասն անվճար է։ Փորձեք ու ինքներդ համոզվեք, թե որքան կարևոր եւ հաճելի են կենտրոնի դասընթացները։ Հասցե կենտրոն համայնք Եկմալյան փողոց շենք 5, Պուշկին եւ Եկմալյան Խաչմերուկի շրջակայք։ Հեռախոսահամարներ 091 80 62 62 եւ 098 80 62 62։